տենդենսը on-line առևտրի շարունակվում է ու ավելի ուժեղ է, քան օֆլայնը։ Իսկ թվում է արդեն այդ մեծ պլատֆորմները մեզ այնքան լավ գիտեն, որ մենք մեզ չգիտենք։ Առաջինը հենց դատայի պատճառով, իսկ on-line-ը շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի իր հաճախորդներին ու ավելի լավ է տիրապետում հաճախորդի վարքագծին, քան մենք իշկանել փորձենք։ Երբ որ ես ու դու շրջում ենք խանութով եւ տարբեր բաներ ենք նայում, այդ հետքը ու այդ ինֆորմացիան ոչ միտը չկա։ Վերջում էլ հաճախորդի հեռախոսի համարն եք վերցնում, email-ի հասցեն ու այդքան բան դրանից ավել էլ ոչ մի բան չգիտենք հաճախորդի մասին։ On-line-ի մեջ հաճախորդներին հետևելը եւ տեսնելը ինչա ման գալի, Nike կոշիկն է ման գալի։ Հեշտ է, այնտեղ ալգորիթմները քեզ տեսնեն, որ դու Nike կոշիկ ես ման գալի, քեզ դաժե Wildberries-ով կարող է Nike կոշիկ բերի վաղը։ Հետքը մնում է։ Հետքը մնում է, հերիք չի։ Բազմաշերտ վերլուծության արդյունքում հասկանում է քո նախասիրությունները, հաճախականությունը քո նախասիրությունների, քո ճաշակը եւ այլ ու արդյունքում սկսում է քեզ առաջարկել տարբեր ապրանքներ։ Իսկ օֆլայնը մենք չգիտենք ինքը Nike-ը ման գալի, թե ինչ-որ մի բան։ Ինքը ոչ մի հետք չի թողում խանութում։ Միևնույնն է, պարտվում ենք դա։ Հիմա մենք այս առումով այս բանին դեռ չենք կարողանում խանութում այդ փորձառությունը ունենալ։ Տեխնոլոգիաներ չկա, որ դա ամեն ինչ այսօր կարելի է հենց բերել օֆլայն առևտրի մեջ։ Ունեմ ինֆորմացիա, որ այնց տեխնոլոգիաներ ուզում են մտցնել օֆլայնի մեջ, ուստեղ իսկապես այդ զուտ տեխնոլոգիաներով է օֆլայնը պարտվում on-line-ին,